Եղել է նորություն նոր տեղադրված կոմունիկացիոն համակարգ չի եղել, ի սկզբանե այդ խառք է եղել, բայց պարտավորվածություն կա քվյախոսը այնպես ապահովել ու տեղադրել, որպեսզի որևէ կերպով մարդու ընտրական իրավունքի գաղտնիությունը չխախտվի։ Իսկ այս պարագաներում բոլոր իմ կողմից մատնանշված հստակ արձանագրումներով տրված է։ Շարունակենք բովանդակային խախտումներից ունեցել ենք արձանագրված էլի ընտրական իրավունքի գաղտնիության խախտման երկու դեպք, երբ քաղաքացին հրապարակայնորեն ցույց է տվել այն քվեաթերթիկը, որը ընտրում է, դուք գիտեք, դա քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր արարք է, անգամ իր ընտրության իրավունքը քաղաքացին իրավունք չունի հրապարակել տեղամասային կենտրոնում, դա որակվում է որպես քարոզչություն։ Ունեցել ենք եւս մեկ դեպք, որը ցույց չի տվել, բայց հրապարակել է, թե որ քաղաքական ուժին է ցանկանում իր քվեն տա։ Ունեցել ենք իրավիճակ, որ քաղաքացին քվեաթերթիկները վերցնելուց հետո հրապարակային դրանք պատռել է, հեռացել է, հետո վերադարձել է տեղամասային կենտրոն, կրկին ցանկություն է հայտնել այնուամենայնիվ իր ընտրական իրավունքը իրականացնել։ Ունեցել ենք դեպքեր, երբ ընտրությունների մասնակցող տեխնացուն նաև վստահված անձ է եղել, արձանագրում ենք կատարել ու հեռացվել։ Քաղաքացիական պայմանագրի ուժի անվանական ավականուն տեխնացուն նաև վստահված անձի բեյջ է ունեցել։ Այդ արձանագրվել է։ Այս պահի դրությամբ հրապարակում ենք, արձանագրում ենք անում, այնուհետև ԿՀՀ-ն կարծում եմ մեր արձանագրումների հիման վրա ամփոփիչ արձագանք է տալու։ Բայց մինչ այս ինչ պետք է աներ ԿՀՀ-ն։